Կենաց բանի վրայով, որ սկզբից էր, որի համար լսեցինք, որ մեր աչքերով տեսանք, որուն նայեցանք և մեր ձեռքերը շոշափեցին, և կյանք հայտնվեց, և տեսանք և կվկայենք ու ձեզ կպատմենք այն հավիտենական կյանքը, որ հոր մոտ էր և մեզ հայտնվեց։ Այն, որ տեսանք ու լսեցինք, ձեզ կպատմենք, որպեսզի դուք էլ մեզ հետ հաղորդակից լինեք, մեր հաղորդակցությունը հոր հետ է և իր որդու Հիսուս Քրիստոսի հետ։ Այս բաները կգրենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Հովհաննես առաքյալի առաջին թանգարան թղթի 1:1-4 համարները։ Ականատեսի վկայությունը, eyewitness testimony։ Թեև առաքյալը հոգնակի է խոսում, որովհետև ոչ միայն ինքը, այլ ուրիշ առաքյալներ էլ օրհնվեցին այդ ամենը տեսնելով և լսելով, և մասնավորաբար երեքը ավելին՝ Հովհաննեսը, Պետրոսը և Հակոբոսը։ Կենաց բանի վրայով։ Ինչ է սա նշանակում։ Կյանքի խոսք, word of life։ Հովհաննես առաքյալին մասնահատուկ շնորհք էր տրված, ոչ միայն Քրիստոսին ներկայացնելու որպես Աստծո խոսքը, լոգոսը, այլ նաև իր գրությունների մեջ ապացուցելու նրա աստվածությունը։ Ավելի վաղ գրած իր ավետանում ուղղակի ամենապարզ ձևով այս կապը ներկայացնում է։ Եվ հիմա պիտի կարդանք Հովհաննու ավետանից առաջի գլուխ 1-5 համարները,
մեր կարդացածների հետ միասին զուգահեռ քննությամբ պիտի դնենք, որքան նմանություններ եւ որքան իրար ամբողջացնել։ Կարդանք Հովանու ավետարան առաջի գլուխ, առաջի 5 համարները։ Սկզբից էր բանը, եւ բանը Աստծո մոտ էր մեծատառով, եւ բանը Աստված էր։ Նա սկզբից Աստծո մոտ էր, ամեն բան նրանով եղավ, ու առանց նրա բանը չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը նրանով էր, եւ կյանքը մարդկանց լույսն էր, եւ լույսը խավարի մեջ կլուսավորեր, եւ խավարը նրան չճանաչեց։ Ամեն նորահավատի խորհուրդ է տրվում, որպիսի Սուրբ Գիրք կարդալը սկսի Հովանու ավետանից։ Ինչու՞ չէ նաև Հովանու ընդհանրական թղթերից։ Շատ հասկանալի է, որ մեկը նոր հավատքի եկավ, խանդավառված է եւ ուզում է կարդալ, որտեղ է բացում, հենց սկիզբը, ծննդոց գիրքը, լավ է, իմանալ Աստծո ստեղծագործության մասին, թե ինչպես այդ բարի ստեղծածը հետո չարով ավարտվեց, մեղք աշխարհ եկավ, կարդալ նահապետների կյանքը լավ է։ Սաղմոսած գիրք շատ լավ է, ոգևորող, քաջալերող, բայց Աստված ճանաչողության համար առաջին եւ կարևոր նախապայմանը Հովանու ավետանից սկսել։ Բանը Աստծո բանականությունը, իմացականությունը, լողոսը, խոսքը հայտնվեց մարմնի մեջ։ Մեկ այս ճշմարտությունը, որ ճանաչեց, հասկացավ, նշանակում է ճանաչում է Աստծուն։ Եվ ապացույցը կենաց խոսքը Աստված է։ Իրենց վկաներ կոչող աղանդավորները ավելացրել են հետևյալը. Աստված մնե, սկզբից էր բանը, եւ բանը Աստծո մոտ էր, եւ բանը Աստված էր, Աստված մնե, այսինքն մի ուրիշ Աստված, այդքանի Աստված եղավ ուրեմն։ Ամբողջ նպատակը ինչ է, որպեսզի Քրիստոսի աստվածությունը մերժեն։ Այլ կերպ ասած, ներկայացնում են, որ Հիսուս ոչ թե ստեղծիչ է, այլ աստվածային կարողություններով օժտված մեկը, որ ինքը ստեղծված է։ Սա հայոյություն է Աստծո անվանը, եւ առաքյալի ժամանակ լայն տարածում էր գտած գնոստիկական ուսմունքը, իշարս տարբեր հերձվածող գաղափարների, նաև հետևյալը, որ Աստված հնարավոր չէ, որ մարմնի մեջ հայտնվի։ Հովհաննես առաքյալին տրված էր այդ կոչումը այդ կարգի հերձվածողներին պատասխան տալու։ Եվ մենք կարդում ենք Հովանու ավետանի առաջ գլուխ 14 համար, հետևյալն է ասում. Բանը, այսինքն Քրիստոսը, Լողոսը, Աստծո իմացականությունը, բանականությունը մարմին եղավ եւ մեր մեջ բնակվեց եւ անոր փառքը տեսանք, հորից միածնի փառքի պես շնորհքով եւ ճշմարտությունով լեցուն։ Ուրեմն ամեն դիմակայության եւ ամեն մարտահրավերի համար առաքյալը սպառիչ պատասխան է տալիս։ Պետք է այդպիսի բերանները պապանձեցնել։ Հրամիտ մարդիկ կային, ովքեր որ միայն հին ուխտի վրա հաստատված քրիստոնյաներին խոսում են եւ ամբողջ նրանց նպատակ ինչ էր, որպիսի խառնակություն մտցնեին, որ Հիսուսը, Քրիստոսը չէ, այսինքն Մեսիան չէ։ Այդ պատճառով էր, որ Հիսուսին եւ իր հետևորդներին որպես աղանդավորներ ներկայացրեցին, ասեցին Նազովրեցու աղանդը։ Եվ գիտեք, սուտը շատ արագ տարածում է գտնում։ Օրինակ, Հիսուս մեռելներից հարություն առավ, հավիտյան կենդանի է փառք իր մեծ անվանը։
այդ գերեզմանի դրանը դրված մեծ քարը, որ կնքված էր, մի կողմ էր հրված։ Եվ քանական կարգը եւ նաեւ փարիսեցիները սկսեցին լուրեր տարածել, որ Հիսուս հարություն չի առել, այլ իր աշակերտները գերեզմանից նրա մարմինը գողացել են եւ ներկայացնում են որպես հարություն առած։ Հովանես Առաքյալը այդպիսիների պատասխանն է տալիս առաջին Թանգարան թղթի 2-րդ գլուխ 22-23 համարներում։ Հովանու առաջին Թանգարան 2-րդ գլուխ 22-23 համարներում։ Ով է Ստախոս, եթե ոչ նա, որ կուրանա թե Հիսուսը Քրիստոսն է, նա ներ է, որ կուրանա Հորը եւ Որդուն, այսինքն ների հոգով լեցված է։ Ամեն ով որ կուրանա Որդուն, նա Հորն էլ չի ընդունում, բայց նա որ կընդունի Որդուն, նա Հորն էլ կընդունի։ Այս ներկա ժամանակվա աղանդավորները հենց այդպես են, չէ՞։ Որդուն մերժելով իրենք Հորն են ներկայացնում, բայց ոչ Հորն են ճանաչում, ոչ էլ Որդուն գիտեն։ Այսինքն այն ժամանակվա եւ ներկայիս էլ պայքարը բոլոր ճակատներով եւ բոլոր ուղություններով է։ Դրա համար Առաքյալը Սուրբ Հոգու իմաստությամբ ներկայացնում է բանը Աստծո, խոսքը Աստծո, որ այն սկզբից էր։ Եվ ինչպես կարդացինք Հովանու առաջին Թանգարան թուղթ առաջի գլուխ առաջի համար, Հովանու ավետարան առաջի գլուխ առաջի համար ճիշտ նույն ձևով է սկսում, սկզբեն էր բանը, սկզբից էր այդ խոսքը, լոգոսը, բայց այդ սկիզբը որտեղից է սկսում, պիտի գնանք հենց ստեղծագործության սկիզբը և այնտեղ էլ է գրված Ծննդոց առաջի գլուխ առաջի համար։ Սկզբից Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց Էլոհիմը, որ մեկից ավելի է։ Աստծո մոտ ծածկված բաներ չկան։ Աստված պատրաստ է իր զավակներին իր ճշմարտությունները հայտնելու։ Միայն թե դրա համար անհրաժեշտ է, որ իր առջև ճշմարիտ սիրտ ունենանք։ Այսինքն մեր սրտի դիտավորությունը ճշմարտությունները հասկանալ եւ փոխանցելն է։ Ինչպես Պողոս Առաքյալ Տիմոթեոսին գրում է 2-րդ թղթի մեջ 2-րդ գլուխ 15 համար, այնպիսի բանվոր լինենք, այսինքն մշակ, որ ճշմարտության խոսքը շիտակ բացատրենք։ Այսինքն աստվածությունը ամբողջությամբ հասկանալու համար անհրաժեշտ է այդ փազլը լուծել։ Իսկ դրա համար պետք է որ ամեն մեկ մասնիկը իր տեղում դնել, որպեսզի վերջնական ամբողջ պատկերը ունենանք։ Ուրեմն Սուրբ եռամիությունը Էլոհիմն էր, որ ստեղծեց ամեն բան, տեսանելի եւ անտեսանելի։ Ծննդոց առաջի գլուխ 26 համարում Աստված ասում է. ուրեմն մեր պատկերի եւ նմանության պես մարդուն ստեղծենք։ Մեր ասելով ինչ ենք մենք հասկանում։ Մեկից ավելի Սուրբ երրորդությունն է խոսում, Սուրբ երրորդությունն է խորհում։ Ծննդոց 3 գլուխ 22 համար Տեր Աստված ասավ. ահա Ադամը մեզանից մեկի պես եղավ։ Նորից ինչ ենք տեսնում այստեղ։ Սուրբ երրորդությունը։ Ուրեմն ստեղծագործ Սուրբ եռամիություն։ Եվ այդ ստեղծագործության մեջ Տեր Հիսուս ինչ դերակատարություն ունեցավ։ Առակաց 8-րդ գլխում կարդում ենք այդ մասին, Առակաց 8-րդ գլուխ 29-30 համարները։ Երբ ծովում կանոն կդներ, որպեսզի ջրերը իր հրամանից դուրս չելեն, ու երբ երկրի հիմերը կձգեր, այն ատեն
ես նրա մոտ ճարտարապետ էի։ Առակացի գրողը ով է։ Սողոմոնն է։ Իր մասին է գրում։ Ես էի հոր մոտ ճարտարապետ, ով է խոսողը։ Տեր Հիսուս Քրիստոսը։ Սատանան իր ծառաների, աղանդավորների միջոցով նպատակային պայքար է մղում Քրիստոսի աստվածության դեմ։ Ամեն բան անեն, որպեսզի ապացուցեն, որ Քրիստոս Աստված չէ, եւ այդ թվին պատկանում են Եհովայի վկանները, մորմոնները, սրանք մասնավորաբար շատ ավելի հիմնավորվել են, արմատավորվել են հայության մեջ, ուրիշ ազգերի մեջ էլ կան, բայց ցավոք սրտի մեր ազգի մեջ տեսնում ենք, որ երկրաչափական պրոգրեսիայով այսպիսիները ավելանում են, իրենց խորամանկ լծակները գործածելով։ Այսպիսիները իրենց իմաստունի տեղ են դնում, պարզամիտ օրինակ բերելով հետևյալ կերպ. հայրը եւ որդին կարող են նույնը լինել։ Միայն ձեր օրինակի վրա վերցրեք։ Դու եւ քու որդին նույնն եք արդյոք։ Հայրը եւ որդին չեն կարող նույնը լինել, սա Աստծո խոսքին հակառակ գնալ է, որովհետև Հովհաննես առաքյալը առաջին թանգարան թղթի 5-րդ գլուխ եւ 7 համարում գրում է. երեքն են, որ երկնքի մեջ կվկայեն, հայրը, բանը, այսինքն Քրիստոսը եւ Սուրբ Հոգին, եւ այս երեքը ինչ են։ Մեկ են։ Ասում են, այդ համարի վրա աստղանիշ կա դրված։ Աստղանիշը դրված է երկինք բառի վրա։ Դուրս հանենք այդ բառը։ Երեքն են, որ կվկայեն, որտեղ։ Երկրի վրա ամբողջ տիեզերքում, եւ այդ երեքը մեկ են։ Եվ այս ճշմարտությունը մերժելը հայություն է Աստծո անվանը։ Դե դրանից հետո այդ տված հարցումը որքան պարզամիտ եւ տգետ հարցում է։ Ախր դու եւ քո որդիդ մեկ եք, մեկ չենք։ Բայց Աստվածության մեջ նման համեմատություն անելը իրապես հայություն անել է։ Եվ ովքեր որ իրենց իմաստուն են կարծում, Աստված ինչ է անում։ Հիմարացնում է։ Իրենք իմաստուն են կարծեցին եւ հիմարացան։ Սուրբ գրքի մի շարք գրությունների մեջ անպայմանորեն պիտի հաշվի առնենք հետեւյալ հանգամանքը, որ Հիսուս իր երկրավոր կյանքի մեջ շատ հաճախ ներկայանում էր պաշտոնի մեջ, որպես որդի, որ եկել է փրկության գործը իրականացնելու համար։ Այսինքն փրկչի պաշտոնի մեջ էր։ Եվ այդ համատեքստում է, որ պիտի հասկանանք հետևյալը, Հովանու ավետարան 14-րդ գլուխ 28 համար։ Այսօր կարծես թե մեր ամբողջ նյութը Հովհաննես առաքյալի գրությունների վրա է հիմնված, որտեղ նպատակային էր նրա գրությունները Քրիստոսի աստվածությունը վերհանել, որպես բանն Աստծո ներկայացնել։ Հիսուս ասաց Հովանու 14:28-ում. հայրը ինձանից մեծ է։ Ում է պետք է համարը։ Բոլոր աղանդավորներին։ Տեսնում եք, Հիսուս ինքն է ասում, հայրը ինձանից մեծ է։ Այո, որպես պաշտոնի մեջ եղող, որպես փրկություն իրագործող, որ եկավ հոր կամքը կատարելու, այս խոսք ասավ։ Բա ինչու չեն վերցնում հետևյալ խոսքերը։ Հովանու 10-րդ գլուխ 30 համար։ Ես եւ հայրը մեկ ենք։ Հովանու 10-րդ գլուխ 38 համար։ Հայրը իմ մեջս է եւ ես հոր մեջ եմ։ Հովանու 12-ի 45, 14-ի 9, ինձ տեսնողը հորն է տեսնում։ Անգիրան ենք այս համարները, սերներ։ Այս ամենը լավ իմանալը մեզ համար հոգևոր ապահովություն է։ Երբ որ աղանդավորը քեզ նախորդ ասած համարն է բերում, որ Հիսուս ասաց, որ հայր ինձանից մեծ է, այս համարները մեջտեղ անի եւ պապանձեցրու այդպիսին։ Եվ Տիրոջ խոսքն է ասում, որպեսզի մենք հոգևորապես այնքան աճենք, այնքան հոգևոր գիտություն ամբարենք, որ դիմացիններին կարողանանք պապանձեցնել։
իր հավիտենական լինելու համար Տեր Հիսուս իրեն դեմ կեցող հրյաների բազմությանը ասաց հետևյալը, Հովանու 8-րդ գլուխ, 54-ից 58 համարները։ Հիսուս պատասխան տվեց, եթե ես ինքս փառավորեմ, իմ փառքս բան մը չէ, իմ հայրս է, որ ինձ կփառավորե, որու համար դուք կսեք, թե մեր Աստվածն է։ Եթե հորը ընդունում եք որպես Աստված, պիտի փառավորեք նաև որդուն, որ ղրկված է։ Բայց զանիկա չեք ճանչնար, բայց ես կճանչնամ զանիկա։ Եվ եթե ասեմ, թե զանիկա չեմ ճանչնար, ձեզի պես ստախոս պիտի լամ, մինչդեռ ես կճանչնամ զանիկա եւ անոր խոսքը կպահեմ։ Ձեր հայրը Աբրահամ ցանկացավ իմ օրս տեսնել ու տեսավ եւ ուրախացավ։ Իսկ հрьяաները ասին անոր, դու տակավին 50 տարեկան չկաս, Աբրահամին էլ տեսար։ Հիսուս ծավանոնց, ես Աբրահամի լինելուց առաջ եմ։ Ապացույցը իր աստվածության եւ հрьяաները ինչ արեցին, քարեր վերցրեցին, որպիսի քարկոծեն։ Երբեք համատեքստից, այսինքն կոնտեքստից պետք չէ վերցնել մի գրություն եւ այն ներկայացնել որպես ընդհանրական միտք։ Անպայմանորեն այդ ասվածը իր նախորդող եւ հաջորդող համարներով է ընդհանուր համատեքստի մեջ է, որ այդ միտքը պիտի արտահայտի։ Մեկ անգամ եւս անդրադառնանք աղանդավորների խորամանկ պայքարի ձևերին եւ սատանայի դրդումն է, չէ՞։ Հիսուսի անձի վերաբերյալ որքան ատելություն ունեն։ Ամեն գնով նրա աստվածությունը մերժել եւ նրան ներկայացնել որպես մարդ։ Ամեն հարության տոնից առաջ թղթիկներ են բաժանում ամենուրեք լավ մարդու մահը եւ ներկայացնում են, որ Հիսուս Աստծուց եկած եւ աստվածային կարողություններով մեկն էր, որ շատ բարիքներ արավ, մարդկանց բժշկեց։ Նպատակը լավ մարդ ներկայացնելն է։ Կողոսացիս առաջի գլուխ 15 համարը ներկայացնում են իրենց մեկնաբանությամբ, որ Հիսուս ստեղծված է։ Սա դարձրել են իրենց կարգախոսը, սլոգանը, դրոշակի նման, պնդել ու պնդել իրենց ասածը։ Եվ իրենց լավ դաստիարակել են, որ միայն պիտի խոսես, իմացածդ ասա, շարունակի ասել եւ դիմացինիդ երբեք մի լսի։ Հիմա քննենք, թե ինչ է այնտեղ գրված եւ բացահայտենք, որ իրենք սատանայի որդիներ են։ Նրանք, որևէ մեկը նրանց մեջ Աստծո հոգին չունի, որովհետև չի կարող մեկը Աստծո հոգին ունենալ եւ Քրիստոսին որպես Աստված մերժել։ Կարդանք Կողոսացիներին գրած նամակն է առաջի գլուխ 12-ից 19 համարները։ Գոհանալով Հայր Աստծուց, մշտապես պետք է գոհանանք եւ մասնավորաբար ինչի համար, որ մեզ լույսի մեջ բնակող սուրբերի վիճակին մասնակից անելու արժանացրեց։ Արդեն այդ վիճակը ունենք մեր հավատքի հիման վրա, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից, այլ կերպ ասած սատանայի իշխանությունից, եւ իր սիրելի որդու թագավորությունը փոխադրեց։ Եթե որդին թագավորություն ունի, ոչ միայն թագավոր է, այլ Աստված է, որովհետև ով ունի թագավորություն, տիեզերական, միայն Աստված։ Որով մենք փրկություն ունենք իր արյունով, այսինքն մեղքի թողություն, որ աներևույթ Աստծո պատկերն է, ոչ թե արտաքին պատկերը միայն, այլ նաև ներքին էությունը, մետամորֆու, իր ամբողջ էությունը Քրիստոս ուներ։ Նրա մեջ է բնակում աստվածության ամբողջ լեցունությունը մարմնավորապես։
Ապա գալիս է հետևյալ խոսքը. բոլոր ստեղծվածների անդրանիկը, տեսնում եք, ստեղծվածների անդրանիկը, տգիտություն տգիտությանց, ստեղծվածների անդրանիկը ով է, Աստված ում ստեղծեց նախ, Ադամին, մարդկային ստեղծագործության անդրանիկը Ադամն է, եթե նրանք Հիսուսին են որպես ներկայացնում, բայց Հիսուս հանդիսանում է նոր ստեղծագործության, վերստին ծնունդ ունեցողների, Աստծո հոգևոր ժողովրդի գլուխը, նոր ստեղծագործության գլուխը։ Հաջորդ համարները, վասնզի նրանով, այսինքն Քրիստոսով, ամեն բան ստեղծվեց, ինչ որ երկնքում է և ինչ որ երկրի վրա կա, ամեն անոնք որ կերևան և անոնք որ չեն երևար, թե աթոռները, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, բոլոր բաները նրանով և նրա համար են ստեղծվել, այսինքն Քրիստոսի փառքի համար։ Նա ամեն բանից առաջ էր և ամեն բան նրանով հաստատ կկենա։ Եվ նա մարմնի, այսինքն եկեղեցու գլուխն է, որ սկիզբն է, մեռելներեն անդրանիկը, այսինքն վերստին ծնունդ ունեցողների անդրանիկը, որպեսզի ինքը լա ամեն բանի մեջ նախապատիվ։ Վասնզի հայրը հաճեցավ, որ աստվածության բոլոր լեցունությունը նրա մեջ բնակի։ Ահա մեկ անգամ ևս ապացույց այն բանի, որ Հիսուս ինքը ստեղծիչ Աստվածն է, որ նաև պաշտոնի մեջ դարձավ նոր ստեղծագործության գլուխը։ Աստված շատ լավ գիտեր, որ դարի ընթացքին դա լիներ Քրիստոսի ժամանակ, որ հերձվածող գաղափարներ և փիլիսոփայություն շատ տարածված էր, թե վերջին ժամանակների մեջ, որ բազմապիսի խառնիճաղանճ աղանդներ պիտի ելնեն, մանավանդ վերջին ժամանակների համար Տեր իր խոսքով զգուշացնում է։ Սատանան պիտի հանի դրանց մեկ նպատակով մոլորեցնելու։ Ոմանք Քրիստոսը, որ հունարեն թարգմանությամբ նշանակում է ինչ, օծյալ, պիտի դարձնեն որպես տիտղոս, որպես գաղափարախոսություն, քրիստոսյան մտածելակերպին հասնելու փորձեր և այդ ճանապարհին ինչ ցնդաբանություններ ասես, որ դուրս չեն տալիս։ Դրա համար Հովհաննես առաքյալը գրեց հետևյալը առաջին թանգարան թղթում, Հովհաննու առաջին թանգարան 4 գլուխ առաջի 4 համարները։ Սիրելիներ, ամեն հոգի մի հավատացեք, հապա հոգիները քննեցեք, փորձեք, թե արդյոք Աստծուց է։ Աղանդավորներն էլ Աստծու անունով են խոսում։ Բոլոր այլակրոններն էլ Աստծու անունով են խոսում։ Հոգիները քննեցեք։ Վասնզի աշխարհի մեջ շատ սուտ մարգարեներ ելած են։ Ասով կնանք ճանաչել Աստծո հոգին։ Ամեն ով որ Հիսուս Քրիստոսը մարմնով եկած կդավանի, անիկա Աստծմե է։ Այն Հիսուսը, որ 2000 տարի առաջ Կույս Մարիամից ծնվեց, աշխարհ եկավ, ծառայի կերպարանքով ապրեց, իր հասարակական գործունեությունը գրված է ավետարանների մեջ, համայն մարդկության մեղքերի համար զո և պատարագ դարձավ անարգ մահվան խաչի վրա իրեն հանձնելով, և որ գերեզմանը դրվելուց հետո երրորդ օրը մեռելներից հարություն առավ և հավիտի անկենդանի է, այդ Հիսուսը Քրիստոսն է, մեկը որ այս ճշմարտությանը հավատում է, այսինքն ղրկվածն է, Մեսիան է, Աստված ինքը մարմնով հայտնված։ Եվ ամեն ով որ Հիսուս Քրիստոսը մարմնով եկած չի դավանում, նա Աստծմե չէ և անիկա ների հոգին է, որի համար լսեցինք, թե պիտի գա և արդեն աշխարհի մեջ է։
Ով է աշխարհի մեջ։ Ոչ թե ները, ների հոգին։ Այն ժամանակվանից գործում եւ զորանում է, միջև որ այն ների մեջ բնակված երկրի վրա հաստատվի։ Դուք Աստծո եք որդյակներ, որտեւ անոնց հաղթեցի, քանզի մեծ է այն հոգին, որ մեր մեջ է, քանզի այն հոգին, որ աշխարհի մեջ է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաքյալը իր ընդհանրական թղթերը գրել է Եփեսոցից, Քրիստոսի թվարկության 88-ից 92 թվականների ընթացքում, այսինքն Տեր Հիսուսի երկրավոր կյանքից դուրս գալուց պատկերացրեք 60 տարի հետո առաքյալը այդպիսի մանրամասնությամբ Տիրոջ մասին գրում է, ուրեմն ինչ ենք մենք տեսում, Սուրբ Հոգին լուսավորված է պահել Հովհաննես առաքյալին անգամ այդ առաջացած տարիքի մեջ։ Ասում է, լսեցինք, ինչ լսեցին, Տեր Հիսուսի պատգամները, ամենօրյա նրա խոսակցությունները, որքան որ առակներ գրվեցին, որքան որ պատմություններ Տեր Հիսուսի ասած խոսքերը գրվեցին, Հովհաննես առաքյալը ասում է, եթե նրա բոլոր արածները եւ ասվածները գրվեին, հա, երկրի գրքերը չպիտի բավականացնեին այդ ամենը իրենց մեջ պարունակելու համար։ Այսինքն ոչ բոլոր ասվածները կամ արվածներն են, որ գրվել են Սուրբ գրքի մեջ։ Ուրեմն լսեցինք Տեր Հիսուսի պատգամները։ Ասում է տեսանք, իրենց աչքերով տեսան, այսինքն որևէ մեկը չէր երրորդ միանձնավորություն, որ իրենց պատմեց, իրենք էլ մեզ են պատմում։ First hand, առաջի ձեռքից ենք ստանում այս ամենը։ Ասում են նայեցինք, լավ գրես տեսանք, հետո նայեցինք։ Տարբերություն կա թե չէ։ Խիստ մեծ։ Բնագրի թարգմանությամբ նայեցինք նշանակում է ճանաչեցինք, նրա աստվածությունը ճանաչեցինք եւ ասում է մեր ձեռքերով շոշափեցինք 3.5 տարի, ինչ օրհնյալ եք դուք առաքյալներ, Տեր Հիսուսի հետ քայլել, իր հետ ապրել, իր հետ ճաշել, Մեկը կար, որ այս օրհնություններին մասնակից եղավ, բայց մատնիչ գտնվեց եւ գնաց այնտեղ, որտեղ ինքը պատկանում էր եւ դա Հուդան էր։ Մնացած առաքյալները, թեև իրենց կյանքի վերջավորությամբ չարչարյաց կյանք ունեցան, բոլորին էլ սպանեցին, բացառությունը Հովհաննես առաքյալն է, որ իր մահով մեռավ, այդ օրհնությունները ճաշակեցին Տիրոջից։ Եվ Հովհաննես առաքյալին Տերը շատ էր սիրում, ամենաերիտասարդն էր եւ մի պարագակա Հովանու 21-րդ գլուխ 20 համարում, որ առաքյալը իր գլուխը դրել է Տիրոջ կրծքին եւ նրան հարցումներ է տալիս։ Հենց Հովհաննես առաքյալը շատ կարևոր ճշմարտություն է բացահայտում մեզ համար, որ բանը Աստծո թե ավետարաններում եւ թե ընդհանրական թղթերում Աստված է։ Աստծո իմացականությունը, Աստծո բանականությունը հայտնվեց։ Սրանից մեծ ապացույց աստվածության չկա։ Եվս մեկ համար այս անգամ ավետանից կարդանք Հովանու առաջի գլուխ 14 համար մեր ասած խոսքերը ապացուցելու բանը մարմին եղավ եւ մեր մեջ բնակեց եւ անոր փառքը տեսանք հորմեն միացնի փառքի պես շնորհքով եւ ճշմարտությունով լեցուն։ Ուրեմն կենաց խոսքը ինքը Տեր Հիսուս Քրիստոս է, որ մարմնով հայտնվեց մարդկային հասարակության մեջ։ Աստված մարմնով հայտնվեց։ Եվ ոչ միայն այդքանը, եկեղեցու շրջանի հավատացյալները բազմակի անգամ օրհնված են։ Գիտեք ինչու՞։ Որտև այդ հոգին, որ հին ուխտի ժամանակ գալիս էր մարգարեների, թագավորների վրա, եւ նրանք մարգարեանում էին, Աստծո գործն էին կատարում,
նոր ուխտի դարաշրջանին այդ հոգին ներաբնակ է։ Այսինքն, երբ որ լսում ենք ճշմարտության խոսքը, մեր փրկության ավետարանը, որին հավատալով, խոստացյալ Սուրբ Հոգու կնիքով կնքվում ենք հավիտենական կյանքի համար։ Այդպես է գրում Պողոս առաքյալը Տիմոթեոսին, որ Աստված մարմնով հայտնվեց, կարդանք, առաջի նամակի մեջ է 3-րդ գլուխ 16 համարը։ Հայտնապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը։ Աստված մարմնով հայտնվեց։ Ամբողջ երկիր մոլորակի աղանդավորներին այս հարցումը տալիս ենք։ Աստված մարմնով հայտնվեց, պատասխանը տվեք, ով է։ Մեկ անձնավորություն է, Տեր Հիսուս Քրիստոս։ Հոգով արդարացավ, հրեշտակներին երևցավ, հեթանոսների մեջ քարոզվեց, աշխարհեն ընդունվեց ու փառքով համբարձվեց, ուրիշ մեկին չենք ճանաչում, որ մարմնով հայտնվեց եւ փառքով համբարձվեց, այլ միայն Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ առաքյալը ասում է, մենք տեսանք, լսեցինք, ձեզ պատմում ենք, որպեսզի մեզ հետ հաղորդակցություն ունենաք։ Եվ շարունակում է, իսկ իրենց հաղորդակցությունը հոր եւ որդու հետ է։ Հիմա մեր հաղորդակցությունը առաքյալների հետ ինչպես է։ Իրենց կյանքը ուսումնասիրենք, տեսնենք որտեղ են ծնվել, ինչ են արել, հա։ Գրած խոսքով, չէ որ իրենք բանն Աստծո ներկայացնում են, Աստծո խոսքը։ Ուրեմն մեր հաղորդակցությունը առաքյալների հետ գրված խոսքի միջոցով է, հետևաբար, քանի որ իրենք հաղորդակից են հորը եւ որդուն, մենք էլ խոսքի միջոցով հաղորդակից ենք դառնում հորը եւ որդուն։ Այս ամեն գրությունների մեջ մեղավոր մարդու համար ամենակարևոր բանը որն է։ Կարդանք այսօրվա մեր բնաբանի, այսինքն առաջին ընդհանրական թղթի առաջի գլուխ 2-րդ համար։ Եվ կյանքը հայտնվեց, եւ տեսանք, եւ կվկայենք, եւ ձեզ կպատմենք այն, ինչը հավիտենական կյանքը, որ հոր մոտ էր ու մեզ հայտնվեց։ Կյանքը հայտնվեց։ Հովհաննես առաքյալը հավիտենական կյանքի մասին շատ ավելին է գրում, քան նոր կտականի մնացած բոլոր հեղինակները միասին վերցրած։ Մի քանիսը ձեզ բերենք, որպեսզի սրանով նաև մեր հավատքը նորոգենք, որտեղից սկսենք Հովհաննես ավետարան 3-րդ գլուխ եւ ամենահայտնին 16 համար Աստված այնպես սիրեց համայն մարդկությանը բոլոր ժամանակների։ Քո անունդ այդտեղ դիր։ Միչև որ իր միածին որդուն զոհեց խաչի վրա, որպեսզի ով որ հավատա այդ կատարվածին, ով որ հավատա Քրիստոսի անձին, դժոխք չգնա, այլ հավիտենական կյանք ունենա։ Ով որ որդուն կհավատա, հավիտենական կյանք ունի, ով որ որդուն չի նազանդվում, կյանք չպիտի տեսնի, այլ Աստծո բարկությունը նրա վրա արդեն կա։ Հովհաննես 5:24 Նա որ իմ խոսքերից մտիկ կնե, Տեր Հիսուս է խոսում, եւ կհավատա նոր, որ զիս ղրկեց, հավիտենական կյանք ունի։ Հովհաննես 6:41 Հիսուս ասաց, նա որ ինձ կհավատա, հավիտենական կյանք ունի։ Այս ասածների մեջ որևէ խոսք կա բարի գործերի մասին, որ եթե բարի գործեր անեք, հավիտենական կյանք կունենաք։ Քավլիցի բարի գործերը հավիտենական կյանքի հետ որևէ կապ չունեն, որտեղ Եփեսացիս 2-րդ գլուխ 8-9 համարներ շնորհքով ենք մենք փրկված հավատքի միջոցով, եւ սա ոչ թե մեզանից է, այլ Աստծո ձրի պարգևն է, ոչ թե գործերից, որ հանկարծ մեկը չպարծենա, որ այս գործերն եմ արել, ես արժանի եմ հավիտենական կյանքի։
Հովանու 10:10 Հիսուս է խոսում. Ես եկա, որ կյանք ունենաք եւ ավելի կյանք ունենաք։ Ոչ թե որ այս կյանք ունենանք, այս կյանքը արդեն ունենք, այլ որ հավիտենական կյանք ունենանք եւ առավել կյանք նշանակում է Աստծո սիրով, օրհնություններով, գալիք խոստումներով լեցուն մի կյանք։ Հովանու 10:28 Ես նրանց հավիտենական կյանք պիտի տամ եւ որևէ մեկը իմ ձեռքից նրանց չի հափշտակելու։ Սա ինչ է մեզ համար։ Փրկության ապահովագրություն։ Մեկը, որ Սուրբ Հոգիով կնքված է հավիտենական կյանքի համար, երբեք չի կարող իր փրկությունը կորցնել։ Եվ հանրայդ համարներից մեկը Հովանու 14:6 Հիսուս ասում է. Ես եմ ճանապարհը դեպի երկինք, ճշմարտությունը միակ, կյանքը հավիտենական, ով որ Հիսուսին ունի, հավիտենական կյանք ունի։ Ամբողջ Սուրբ գրքի պատգամը սա է։ Թեև մեռնենք, մեռելներից հարություն պիտի առնենք եւ հավիտենական կյանք ունենք։ Այս նշվածներից 3 անգամ ավելի շատ համարներ կան գրված հավիտենական կյանքի մասին, այդքան ժամանակ չունենք, որ այս ամենը ձեզ բերենք։ Եթե այս նյութը ձեզ խթան հանդիսացավ, հենց այսօր որ տուն գնաք, Հովանու ավետարանը ծայրից ծայր կարդացեք, եթե չավարտեք, վաղը ավարտեք, դրանից հետո անցեք Հովանու ընդհանրական թղթերին։ Անշուշտ որ բազմիցս կարդացել եք, նորից կարդացեք, որ ձեր մտքերը ավելի լուսաբանվեն։ Այստեղ շատ բնականորեն ծագող հարցում կարող է առաջանալ։ Հովհաննես առաքյալը իր ավետանում հավիտենական կյանքի մասին բազմաթիվ համարներ գրեց։ Արդյոք պետքություն կար 60 տարի հետո ընդհանրական թղթերը գրելուց նորից նույն հավիտենական կյանքի մասին գրել։ Կար այդ պետքությունը։ Մանավանդ ընդհանրական առաջի թուղթը ավարտում է հետևյալ կերպ, առաջի ընդհանրական թուղթ 5-րդ գլուխ 20 համար ինքն է ճշմարիտ Աստվածը եւ հավիտենական կյանքը։ Այո, պետքությունը կար։ Պատճառը կայանում էր հետևյալում։ 70 թվականին Քրիստոսի թվարկության հռոմեացիները քարուքան դանեցին Երուսաղեմը եւ ոչ միայն Երուսաղեմում ու Հրեաստանում գտնվող քրիստոնյաների, այլ նաեւ հռոմեական իշխանության տակ գտնվող տարածքներում քրիստոնյաների դեմ անասելի հալածանքներ սկսեցին։ Այն աշճանի, որ ամֆիթատրոններում հանդիսատեսների ներկայությամբ քրիստոնյաների վրա բաց էին թողում սոված առյուծներին։ Եվ ինչ էր տեղ ունենում։ Հոշոտում էին։ Ուրեմն այդ ցիրուցան եղով տարբեր տեղեր քրիստոնյաներին զորացնելու համար գրություններ էր պետք։ Եվ Հովհաննես առաքյալը ընդհանրական թղթերի Եփիսոսից գրեց, ապա նրան ակսորեցին Պատմոս կղզին հունական, որտեղից նաև հայտնության գիրքը գրեց։ Ուրեմն մշտապես պետք է հավատացյալներին հիշեցնել աստվածպաշտության գլխավոր նպատակի մասին։ Մենք Աստծուն ինչի համար ենք պաշտում։ Այս կյանքի բաների, եթե այդպես է, մենք ամեն մարդկանցից ավելի խղճալի ենք։ Եթե հավիտենական կյանք չկա, եթե մեռելների հարություն չկա, ուտենք, խմենք, մեր ուզած ձևով ապրենք, էլ ինչ ենք եկեղեցի հաճախում, աշխատում մեղքին դեմ կենալ, հոգևոր բաներով զբաղվել, եթե չկա հավիտենական կյանքը աշխարհի գործերով, բայց քանի որ մենք այս խոստում ունենք եւ առածին նման է այդ խոստումը, այն երբեք չի դրժվելու, որովհետև Աստծո խոստումները այո եւ ամեն են հավիտյանս հավիտենից։ Նաեւ սատանայի ամեն կողմից սրբրտած
բազմաբլույթ հերձվածող գաղափարներին դեմ դնելու համար էր։ Սկզբում նշեցինք, թե ինչ հակառակություններ կային։ Ուրեմն բազմակի անգամ քրիստոնյաներին հիշեցնել այս կյանքի գլխավոր նպատակի մասին, ձանձրություն երբեք չպիտի լինի, այլ ինչ պիտի լինի, ապահովություն։ Առաքյալը ասում է, այս բաները ձեր միտքն են բերում, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Հիշիր, սիրելի եղբայրս եւ քույրս, դու Քրիստոսի մեջ հավիտենական կյանք ունես։ Այս ժամանակավոր կարճ ունայն դատարկ կյանքը մի օր շուտով կանցնի եւ կսկսի հավիտենականությունը, որտեղ չկա ցավ, տխրություն, հիվանդություն, հավիտյանս հավիտենից։ Մենք չենք հասկանում դա, որտեղ դա ժամանակային կարգով ներկայացված չէ։ Հավիտենականության մեջ ժամանակ չկա, բայց առաքյալը մեզ հասկանալու համար ասում է, անվախճան դարեր։ Եվս մեկ համար Հովանու առաջին թանրականից 5-րդ գլուխ 13 համար։ Այս բաները ձեզ գրեցի, որպեսզի գիտենաք, թե հավիտենական կյանք պիտի ունենաք, ունեք, որ Աստծո որդուն կհավատաք, իմացեք, որ հավիտենական կյանք ունեք։ Ուրեմն այս կյանքի մեջ, այս մեղսալից աշխարհի մեջ, մեր միակ ուրախությունը հավիտենական կյանք ունենալն է։ Եվ քանի որ Հիսուս ասաց, ես եմ հավիտենական կյանքը, հետևաբար Հիսուս որպես անձնավորություն, որպես Աստված, նա է մեր ուրախությունը։ Երկինք ու երկիր պիտի անցնեն, եւ Աստծո խոստումներից որևէ բան չպիտի անցնի, բոլորը իրականություն պիտի դառնան, եւ այս նյութը մշտապես մեր մեջ արծածենք, որպեսզի մեր մտքերը եւ սրտերը արմատանան։ Այս խոսքը դարձնենք մեր սեփականությունը։ Եվս երկու համար 5-րդ գլխից 11-12 համարները։ Եվ վկայությունը սա է, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, եւ այդ կյանքը նրա որդու մեջ է։ Նա, որ որդուն ընդունած է, հավիտենական կյանք ունի։ Նա, որ Աստծո որդուն ընդունած չէ, կյանք չունի։ Հիմա հարցումը բոլորին, թե այստեղ նստած անձերին եւ թե նրանց, ովքեր որ հեռուստատեսության մեզ պիտի դիտեն։ Դու սիրելի հայորդի, հավիտենական կյանք ունես թե ոչ։ Եվ այդ կյանքը տրվում է միմիայն Տեր Հիսուսի միջոցով, ով որ Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ ընդունած է, իր մեղքերը Աստծուն խոստովանած է եւ Տիրոջ հետ ուխտի մեջ է, որ մինչև կյանքի վերջ հավատարմորեն նրա հետ պիտի քայլի, հավիտենական կյանք է մեզ տվել Տերը։ Եվ այն ձրիորեն է տրվում, որևէ գործ Աստված մեզանից չի պահանջում։ Փրկությունը ձրի է, բայց այդ ձրի փրկության համար շատ սուղ է վճարվել, որ այս աշխարհը դրան արժանի չէր։ Քրիստոսի կյանքն է տրվել դրա համար, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք։ Ուստի Աստված ինչպես իր խոսքի միջոցով Տեր Հիսուս խոսեց ապաշխարության մասին, Հովանես Մկրտիչը հենց սկզբից, որ Տիրոջ ճամփաներն էր պատրաստում, առաքյալները գրեցին, եւ հիմա էլ այդ խոսքը վավերական է, Աստված տգիտության ժամանակները զանցանելով, հիմա ամենուրեք կպատվիրե մարդկանց, որպեսզի ապաշխարեն, որտեղ ինքը օրը սահմանեց, որի մեջ աշխարհս պիտի դատի այն մարդու ձեռքով, որ որոշեց եւ նրան մեռելներից հարություն տվեց։ Ուրեմն սիրելի հայորդի իմացի, եթե Տեր Հիսուս Քրիստոսին ունես, օրհնյալ մեկն ես։ Եթե չունես, դու
անդունդի եզրին ես կանգնած, որ ամեն վարքյան կարող ես գահավիժել։ Մեկ քայլ արա, Տեր Հիսուսին հրավիրի կյանքիդ մեջ, խոնարհվի։ Աստված հռչակում է, որ դու մեղավոր ես, ես էլ եմ մեղավոր, եւ բոլոր մարդիկ են մեղավոր։ Մենք փրկչի պետքություն ունենք։ Ապաշխարի եւ Հիսուսին հրավիրի քո կյանքիդ մեջ։ Սա հունարեն կոչվում է մեթանոյա, մտքի եւ սրտի փոփոխություն։ Գնացած ճանապարհի փոփոխություն։ Լայն ճանապարհով դեպի դժոխք էր գնում, հիմա կդրվես նեղ ճանապարհի վրա, որ դեպի երկինք է տանում։ Repent, покаяние։ Բոլոր մարդկանց տրված է հնարավորություն, որտեղ դեռևս մենք շնորհքի դարաշրջանում ենք։ Իսկ նրանք, ովքեր որ ապաշխարել են, Աստված մեզնից ինչ է պահանջում։ Մեր կյանքի հավելյալ փոփոխություն, մաննավոր վիճակից հոգևորին անցնելու, որպեսզի մեր կյանքերը փոխվեն, որպեսզի մենք Տիրոջ հետ ավելի մեկանանք, ավելի մտերմանանք, որպեսզի Սուրբ Հոգու պտուղը մեր կյանքերի մեջ երևնա։ Տերը մեզանից պահանջում է սրբության կյանք եւ Քրիստոսի ատյանի առջև մեր կյանքերը պիտի քննվեն։ Ուստի հոգևոր կյանքը շատ լուրջ կյանք է։ Պատասխան տալ կա Տիրոջ ատյանի առջև։ Եկեք այսօրվա նյութը ավարտենք Եփեսացիներին գրած 4 գլխից առաջի 3 համարները։ Արդ կաղաչեմ ձեզ, ես որ Տիրոջ համար կապված եմ, բանտից գրեց Պողոս առաքյալը, որ դուք այնպես քալեք, ինչպես կվայել է այն կոչումին, որով կանչվեցաք, որպես Աստծո որդի, լման ամբողջական խոնարհությունով, հեզությունով, երկայն մտությամբ, այսինքն շատ համբերելով, սիրով իրար ներողամիտ լինելով եւ ջանալով Սուրբ Հոգու միաբանությունը կամ մեկությունը խաղության կապով կապել։ Եվ ինչպես որ լսեցինք, այդպես անենք, եւ Աստված օրհնի ձեզանից ամեն մեկին եւ իր խոսքը, եւ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի։ Ամեն։ Սրտանց դավանենք Հիսուսն է Տերը, որովհետև արժան է նա փառքի և երկրպագության։ Դավանենք Հիսուսն է Տերը, դավանենք Հիսուսին, ցնծացեք ով սուրբերը, ցնծացեք դուք հավիտենապես, դավանենք Հիսուսն է Տերը, դավանենք Հիսուսին, ցնծացեք ով սուրբերը, ցնծացեք դուք հավիտենապես, եթե ձեզ հարցնեմ թե ով է Տերը, համարձակ դավանենք Հիսուսն է Տերը, որովհետև արժան է նա փառքի և երկրպագության։ Եթե ձեզ հարցնեմ թե ով է Տերը, համարձակ դավանենք Հիսուսն է Տերը, որովհետև արժան է նա փառքի և երկրպագության։ Դավանենք Հիսուսն է Տերը, դավանենք Հիսուսին, ցնծացեք ով սուրբերը, ցնծացեք դուք հավիտենապես, դավանենք Հիսուսն է Տերը, դավանենք Հիսուսին, ցնծացեք ով սուրբերը, ցնծացեք դուք հավիտենապես, դավանենք
Pravý